ընկերություն, գործընկերությունը այդ քիչ քնելու բան, եզակի լավ կոմպենսացիաներից է։ Այսքան։ Շատ բարդ պրես։ Հա? Լավ։ Խնդիրը լուծեցինք։ Այո։ Առաջին կրկնանշանը կոչվում է առաջին քայլ։ Էսի ունեմ։ Դրանից հետո ես դառել եմ ջահել։ Հավ միավորը վաստակե ջահել եմ։ Եվ հետո վաստակեցի աշխատասեր, որտեղ գրած է ավարտիր առաջին նախագիծը։ Ես մի հատ նախագիծ սկզբից մինչև վերջ արել եմ։ Ծնված օրվանից հատկապես տղա երեխաներին նախապատրաստել են աշխարհ մտնելու։ Դա հիմնականում արվել է խաղերի միջոցով, որոնց մի մասը երեխաների եւ պատանիների մեջ զարգացրել է հոգեվոր եւ մտավոր հատկանիշներ, տրամաբանություն, իսկ մյուսը ֆիզիկական, այսինքն ուժ, հմտություն, արագաշարժություն, ջարդողություն ու դիմացկունություն։ Այդ ամենի համար դարերով մշակվել են բազմաթիվ խաղեր, որոնցից շատ-շատերն այսօր մատնվել են մոռացության ու անտարբերության։ Դու խնդիրներից ես խոսել։ Իմ հոգեբանական խնդիրներից է։ Լավ, արի ուշ։ Okay. Այն իվերք են մտածում։ Yes. Չես կողի վրա մտածեմ, բայց ոնց որ ի վրա չես պայել, ուսս է ոնց որ, հա, դեզ ընդհանուր երևում է, շատ լավ է։ Все? Okay. Այսօրվա էպիզոդում որոշել ենք մեր սրտերը եւ ոգիները թոթափենք կամերայի առաջ։ Խոսենք բոլորի դեմի մասին, մեր խնդիրների եւ երբեք լավ կողմերի։ Բայց ես երբեք խոսում խնդիրների մասին։ Ինձ ամենաանհանգստացնող ամենամեծ խնդիրը թե բոլորին դեմում, թե ընդհանուր եւ մեր քաղաքական միջավայրում դա չաշխատելու մասին է, ասեմ ոչ մեկ չի ուզում աշխատի։ Դա սկսած ավելանելուց, վերջացրած ինչ-որ այլ տեսակի գործ անելուց։ Ու կարծում եմ մեր մոտ, մեր հասարակության մեջ այդ ամենամեծ խնդիրը, որ հենց հիմա բոլորին դեմում է հանդիպում է, դա գործանողների պակասն է։ Ու էական չի вообще ինչ գործ է դա, շատ բոլորը խոսում են, բայց քչերն են աշխատում այդ բեքգրաունդում, հետևը, որ ասենց ամեն օր աշխատում է, շատ քչերն են, ու դուք էպիզոդներում տենում եք, որ գրեթե միշտ հանդիպում են նույն մարդիկ աշխատելուց, օրինակ ես քիչ եմ հանդիպում, եւ ես էլի պետք է ակտիվանամ, ինչեւ ես ակտիվ եմ։ Ու իմ կոչն է, ու խնդրանքն է, որ բոլորը գան գրասենյակ, վերցնեն մի հատիկ գործ, փոքր գործ, որ այդ մի հոգու գործ եթե եսկանա, ինչքան շատ մարդ կա, այդ գործը սենց կփոքրանա, ու բոլորից ինչ-որ սենց մի հատիկ կվերցնեն, կանեն, ու չենք հոգնի, իրար կոպիտ ասած կօգնենք, որ չհոգնենք։ Այդ խզման պատճառը ու էությունը այն է, որ մենք ոչ մի բան մասնակցել չուզեցող մարդկանց համար
քվեաթերթիկ ենք ստեղծում, որ իրանք ուզենան հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն, բայց այդ երկսայրի տես սուր է էլի, որովհետև դա նաև նշանակում է, որ մարդիկ այս կազմակերպչական պրոցեսին էլ առանձնապես տես 24/7 ռեժիմով խանդավառված չեն լինելու մասնակցեն, ինչը բերում է նրան, որ աշխատող փաստացի գետնի վրա գործանող մարդկանց թիվը բավականին փոքր է նրանից, ինչ մեզ պետք է արդյունք գրանցելու համար, որտեղ ոնց որ լուծումներ չունեմ այս փայլ մտքեր ունեմ, բայց դրանց ոչ մեկը դեռ լուծումներ չեն։ Իդեպ եթե ինչ-որ մեկը կարողանա այդ մասով օգնի։ Երբ որ ոնց որ մտնում էին այս ճանապարհ, հասկանում եմ, որ ինքը բարդ ու փշոտ ճանապարհ է, ու այդտեղ ոնց որ որոշում ունեի, որ բոլոր ջանքերս գործադրելու եմ, որ հաջողության հասնենք։ Զուտ հիմա խնդրեմն է, որ բոլոր ջանքերս դեռևս չեմ գործադրել, բայց ահավոր հավատում եմ այս նախագծին ու ահավոր հավատում եմ, որ իմ ընկերների, մեր անդամների բոլորի համատեղ ջանքով կարող հաջողության հասնել։ Եթե չստացվի հաջողության հասնել, որևէ մեկին չեմ ուզում այդ process-ում մեղադրել, հատկապես ժողովրդին, որ ինքը չհասկացավ մեր գաղափարը։ Չեմ ուզենալու մեղադրել որևէ ուժի, որ չեկավ միանա բոլորին դեմին, որովհետև այդտեղ էլի կարծում եմ խնդրեմը մերն է, որ չեն կարողացել լավ բացատրել։ Բայց ընդհանուր առմամբ կարամ ասեմ, որ քաղաքականությունը հեշտ բան չի։ Չի կարելի մտածել, որ դու տենց ինչ-որ ուժեղ բիզնեսմեն ես, շատ փողում ես, ուրեմն անպայման քաղաքականությունը քո մոտ հեշտ կստացվի, որովհետև շատ կարևոր է, որ այս process-ին ազատ մարդիկ մասնակցեն։ Շատ դժվար է գաղափարը աշխատանքով ոնց որ իրականացնել։ Շատ կարևոր է, որ մարդիկ իրոք իրան հավատան։ Ու հենց դրա համար էլ մենք բոլորին դեմանում փորձում ենք այս գաղափարը հանրային այնց հրճակել, որ լիքը մարդ մեզ ֆինանսավորի։ Ես մինչև այս քաղաքական process-ը մտնելը մտածում եմ, որ գուցե ֆինանսականը ինչ-որ նշանակություն ունի, բայց հիմա էլ ավելի հասկանում եմ, որ ֆինանսավորողներից շատ մեծ բաներ է կախված։ Ավելին ասեմ, քանի որ մեզ հայտնի ուժերը հիմնականում ֆինանսավորում ստանում են, ասենք իրենց կուսակցության նախագահն այդ ֆինանսական հարցերով զբաղվում, ոչ մեկ չգիտի հաստատի այդ ֆինանսավորողները այդ մարդու վրա ինչքանով են ազդում։ Ու դրա համար կոչ եմ անում եւս մեկ անգամ մեր համայնքին, թող ավելի շատ շատանան մեզ ամսական ֆինանսավորողները, մեզ ֆինանսապես աջակցողները, որովհետև դա հիմք է ստեղծում անել են ինչը որ թույլ է տալի մեր գաղափարը ու ոնց որ հանդիպումներին ավելի հեշտ կլինի մեզ առաջ գնալ։ Ինձ վարչության ընտրություններում կարեցի։ Արա լավ է սա, ջան։ Դու հաջողություն ես հասել ես կյանքում, ախպեր։ Արա ջան, ավեի կնակացում մեծ է պլուս ավեիցում միավոր եկավ։ Այդ ո՞րն է։ Push notification ասի։ Չէ, հավեիցում միավոր է։ Նոր։ Համիջև է հավեիցում չէ։ Չկար միավոր։ Հավեիցը դենգեր է։ Ախպեր, public launcher-ը չէ տանտերը դեռ։ Հավեից ինչ կապ ունի, ախպեր, ես Այդ հիմա դիտեր, դասի ով միացել է, դուր եք միացել։ Մատոր, ես ուզում եմ դուրս գալ այս անիմաստ շարժումից, որտեղ բանը անարդար կանոններ են։ Այս անարդար կանոնները ո՞նց են գալու սրանք փոխել այս համակարգը։ Ես չեմ հավատում։ Ես ձեր փոխարեն լինեմ, կգամ այս օֆիս ու կվերցնեմ բանալիները Արամոյի եւ Արամի ձեռից։ Նրանք դավաճանում են մեր արժեքներին։ Որ արժեքն է։ Արա խիղճ է ցանում, արա։ Ասում ջան, խի արեցի։ Արա հենց դուրս թարգել։ Արա տեսա միավորը, կրտեցրեցի կպավ։ Դու միավորի բան ես, հա, միավոր ես մանգալի։
Արասա քաղաքականությունն է ապա։ Ով կարում է, հա։ Ձենա վերում ապա ամեն ինչ։ Ինչ ասի։ Կանապկա է սեխում ձենա վեր։ Դա էլ ճիշտ ասում։ Իսկ իմ կոմպյուտերի Facebook չի մտնում։ Չես ինտերնետի վիճակը արում։ Ապա որ ինտերնետը լավ չի կարող, միավոր հանենք։ Ու մեզից։ Դու ես ինտերնետը քաշը։ Անտ օպերատոր ջան, էս Ապա լինքը վարկեմ գրանցվի էլի։ Էս sense կիսվել։ Էս լինքը ուղարկեմ, այդ գրանցվի, որ էս միավոր կա առաջի տեղ։ Ապա գիտես ինչ է դա կերտի։ Ոնց է ես այդ ուղարկել։ Դաժե կամերային չի կարող։ Ասենք Facebook-ում բան էս լինքը YouTube-ում ոնց է, YouTube-ի վիդեոն ոնց ալնելու որ ջոկեր։ Այ ես օպերատորին էի ուղարկում։ Այս օպերատորը գրանցի։ Էլեն ջան։ Տարի հստակ ես նենք։ Էլեն հետ ես դու խոսացել ֆինանսական մասը։ Արա եղքարը սոմորալեսիա։ Իմ հետ ես Սովեր Սենց ասեմ։ Դա իրեն չես նկարում։ Իմ հետ ես չէ խոսացել։ Ուրեմն նա է։ Okay, մենք կարանք այս սերիալը թարգմանել։ Եթե դու Արամոյի տված լինքով գրանցվեցիր, մենք ավարտում ենք համագործակցությունը։ Հիմնական ներքին հարցերից մեկը այն է, որ կարճ ասած ոնց որ աշխատել չգիտենք, էլի ու դա չի վերաբերվում մենակ հենց մեզ, ինձ թվում է դա վերաբերվում է գլոբալ սաղին այն իրավիճակում, որ մենք գտնվում ենք, մենք ոնց որ աշխատել չգիտենք, մենք պարզ իմաստով ոնց որ task-եր վերցնել, այդ task-երը անել, ասենք ինչ որ մեկին մատ խնդիր տալ, հետո այդ խնդրի հետևից գնալ հարցեր տալ, այդ չկա, բայց միշտ կա ցանկությունը խոսալու, այսինքն միշտ կա ցանկությունը գալ, ինչ որ վեր գաղափարներ ասել, ինչ որ տենց մեծ vision-ներ ու մեծ ռազմավարություններ ասել, բայց թե դա ոնց են անելու կամ թե դրա համար ինչքան էներգիա ու ջանք է պետք դնել, դա դե կարևոր չի, կտանք կանենք լոգիկան է ու իրականում այդ գործ անելու խնդրումը օրինակ շատ վառ արտահայտված է, ես օրինակ 11 թվին եմ ծառայել բանակում ու բանակում սենց էր էլի, ով որ լավ էր ծառայում, այսպես ասած, իրենք դի գործ չանեն ու ցանկացած տեսակի գործ է, եթե օրինակ այդ գործը ենթադրում էր խրամատը փորել, որ քո խրամատը ավելի անվտանգ լինի, որ դու կամ ընկերներդ չմեռնեք այդտեղ, ոնց որ մեկը այդ գործը չէի կարող անել, էլի պալոշ չէր այդ գործը անելը, որովհետև եթե դու չես կարող ինչ-որ մեկին 10 որ ինքը այդ գործը անի, դու ուրեմն այդքան չկաս, ոնց որ գործ անելը դա ինչ-որ ցածր ստատուսի ցածր կարգավիճակի մասին էր, ինչը ինձ թվում է տենց էլ մնացել է էլի մեծ հաշվով սենց համատարած, եթե ես կարամ շեֆ լինեմ, ասեմ սաղին անեն, այնա դե սաղ կանեն էլ ես խեմ ասում, բայց օրինակ չգիտեմ, ասենք ստարտափի ոլորտում, որ նայեք, ասենք ստարտափները, նույն ամերիկյան ստարտափները բան, ասենք այս ստարտափների շեֆերը, այսինքն այդ հիմնադիրները, ամենաշատ գործանողներ, ամենաշատը իրենք են տանջվում, ամենաշատը իրենք են ջանքներ դնում, ամենաշատը իրենք են զոհաբերությունների գնում, լրիվ սենց ֆունդամենտալ տարբեր մոտեցում է էլի ու այս process-ի մեջ էլ որ կանք, ինձ թվում է շատ կարևոր է, որ կարող ենք այդ փոխանցենք, որ այդ շեֆ լինելը դրա մասին չի, որ բան է, տիպը ես կասեմ կանեմ վիճակը նա, այլ դու ամենաշատը պիտի անես, որ մարդիկ ոգևորվեն, որ կանոն ավելի շատ անեն։ Ես նկատել եմ, որ քաղաքական ուժերը իրենց մասին պատկերացումները աննորմալ ավելի շատ են, քան իրականում կա։ Օրինակ մենք մտել ենք այս process-ի մեջ, մենք ոչ մի հարցում ու դրա պատասխան չունենք, բայց օրինակ ես անձնապես միշտ sense կոնսերվատիվ ձևով մտածում եմ, մենք հաստատ սկի 1% չունենք։ Գնում ես քաղաքական ուժերի հետ հանդիպման, օրինակ այն օրը մի հատ հանդիպման եմ գնացել, գլուխս ուռում էր, որովհետև քաղաքական ուժի ներկայացուցիչը ասում էր, ոնց որ ինսայթներ ունենք, որ երրորդն ենք, հələ մի բան էլ ինչ որ ուրիշ ինսայթներ կա, որ երկրորդն ենք։ Այդ կարգի իրականությունից կտրված ես հələ մարդ չէի տեսել, որ ճիշտն ասեմ։ Հիմա այդ ինձ թվում է խնդրեմ է, ու ինքը իրականում խնդրեմ է։ Դրա համար շատ կարևոր է, որ լիքը adekvat մարդ որոշում կայացնի մտնի քաղաքականություն, որովհետև դրանով շանսը մեծանալու է, որ մենք հաջող ենք։
Ուստի էական չի, որ այդ մարդիկ մտնեն անպայման ոնց որ մեր հետ նույն ուսակցության կամ նախագծում լինեն, կարևոր է որ adekvat մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ։ Էս է կարևոր։ Adekvat ասելով նկատի չունեմ, բարձ է իրանց ասենք մի քիչ փախած պետք է լինեն, ռիսկի գնացող պետք է լինեն, նախաձեռնող պետք է լինեն, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանան իրանց շանսերը, պետք է հասկանան դիմացինի ծրագրերը, իրար հետ համագործակցելու միտված լինեն, այսինքն էս է ինձ թվում է, որ մեր ապագան է լինելու։ Մի հատ կարևոր բան կա, ես այս process-ում չեմ եկել այս 3 ամսվա համար։ Ես մտածում եմ, որ պետք է շարունակել քաղաքականությամբ զբաղվել, որովհետև հաջորդ 5 տարիներին, 10 տարիների ընթացքում Հայաստանում կարծում եմ պարտադիր պետք է քաղաքական սերնդափոխություն լինի։ Ու սենց տենես լինելու է։ Ընկերություն, գործընկերությունը այդ քիչ քնելու բան, եզակի լավ կոմպենսացիաներից է։ Այսքան։ Շուտ вопрос։ Հա։ Դավաճ։ Խնդրել ուզեցինք։ Այո։ Անհնարին է 4 հոգով արդյունքի հասնելը, պետք է 1000 հոգի աշխատի, որ այս դեպքում արդյունքի հասնենք։ Այդ իմ համար տենց ամենամեծ խնդիրն է, որ անհանգստացում է, մեջից սենց ուտում է, որ չկան մարդիկ չեն ուզում աշխատեն, հա բոլորը դեմ են կամ ինչ-որ անհանգստացող բան ունեն իրենցնից, բայց չեն կարող, կան ասեն, այ կապա այս գործը արեցի, չեն գալիս, չեն այդ գործողությանը չեն գնում, եկեք աշխատելու, որ կանենք տեղ հասնենք։ Այս